Հայտարարում են նրա մասին, որ իրենք պետք է վերադառնան, չգիտեմ ուր պետք է վերադառնան, այդ ինչ վերադարձի մասին է խոսքը։ Բոլորը դրա մասին խոսում են, բոլորը ամբողջ տարածաշրջանը այդ խոսակցությունը գիտի, մեր ժողովրդից այս մարդիկ փորձում են պահել։ Բայց իշխանությունը հերքում է։ Այո, փորձում է հերքել, փորձում է թաքցնել այդ փաստը, այն փաստը, որ նա նախապայմաններ է ստեղծում, որպեսզի հարևան երկրի քաղաքացիները հնարավորություն ունենան այստեղ տեղափոխվելու, իրավական հնարավորություններ ունենան նաև Հայաստանում գույք ձեռք բերելու։ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե այս վարչախումբը, այս իշխանությունը մնա, դուք շատ արագ կտեսնեք, թե ինչպես են նրանք փորձելու ժողովրդի կարծիքը փոխել, որ թույլ տալ այդ մարդիկ գան Հայաստան։ Նրանք ամեն օր այդ քայլերը անում են, ամեն օր։ Հիմա, երբ մենք բարձրաձայնեցինք այս մասին, սկսել են հետ քաշվել վախից, որովհետև ժողովրդին իրականությունը չեն ասում։ Բայց երբ որ ժողովուրդը տեսնի իրականությունը, իսկ իրականությունը տեսնելու համար պետք է ուղղակի շրջակայք նայել, տեսել ինչ է խոսացել Արսեն Թորոսյանը, ինչ է խոսացել Ալեն Սիմոնյանը, ինչ է խոսացել երկրի քաղաքական այսօրվա պատասխանատուները, ինչ են խոսացել ադրբեջանցիների վերադարձի մասին։ Այդ մարդիկ պարզ առանց ակնարկ խոսել են, հերքել են դա։ Ասում են որպես տուրիստ մի հատ խոսել են, մի հատ էլ հերքել են։ Եվ Հերքել են նրանից հետո այն բանից հետո, երբ որ մենք այդ հարցը բարձրացրել ենք, ու նախընտրական հերքում է դա, ոչ թե իրական հերքում է։ Որպես տուրիստ գալու համար պետք չէր ասել, որ ադրբեջանցիները վերադառնան իրենց տներ։ Ալեն Սիմոնյանը իր խոսքում ասեց, վերադառնան, այստեղ բնակվեն, այդպես էլ ասել է, կարող եք մտնելի մեջ, նայեք, իր խոսքերն է դա։ Մյուս բանն էլ Ադրբեջանի նախագահը բառացի, ցիտում եմ, մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր, 2 ամիս առաջ ասում է։ Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր, ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով, եւ դրա պատասխանատվությունը դրված է Ադրբեջանի պետության վրա, այսինքն պետությունը ֆինանսավորելու է։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի տեղակալը, ոնց որ մեր կաթողիկոսի այդպիսի ձևաչափ չկա, բայց տեղապահ, օրինակ, մեր ցավոք տեղապահները հիմա ուրիշ բանով է տեղապահը զբաղված, բայց մեր կաթողիկոսի ոնց որ տեղապահը հայտարարություն անի, նույն ձև էլ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի Փաշազադեի տեղակալը հայտարարություն է արել։ Ասել է, որ ադրբեջանցիները այստեղ ունեցել են 400 թե 500 մզկիթ եւ այդ մզկիթները պետք է վերակառուցվեն ու վերադարձվեն Ադրբեջանի հոգևոր խորհրդին։ Պարոն Կարապետյան, զարմանալի չի, որ այս թեզը 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու թեզը խոսում է արդեն 4 տարից ավելի, բայց հիմա են իշխանությունները այտենց ակտիվ այդ ամեն ինչը հերքում, այսինքն հակադարձում նաև ձեզ, այսինքն ընդդիմությանն է այս պարագայում հակադարձում, ոչ թե Ադրբեջանի իշխանություններին։ Նա կարող է պարզ ուղղակի հայտարարություն անել, կարող է պարզ հայտարարություն անել։ Մենք առաջարկում ենք մի բլոկ, օրենսդրական բլոկ, որով կփակենք այս հարցը։ Կոչվում է Հակա Սաֆարովյան օրենք։ Անունն էլ խորհրդանշական է։ Ինչ ենք անելու։ Ադրբեջանի որևէ քաղաքացի իրավունք չի ունենալու Հայաստանի դեմ ագրեսիա արած յուրաքանչյուր երկրի, ոչ միայն Ադրբեջանի քաղաքացի իրավունք չի ունենալու Հայաստանում գնել հող, գնել գույք։ Հայաստան կարող է գալ 10-15 օր գնալ։ Եվ վերջ։ Հակա Սաֆարովյան օրենքը մենք շատ արագ ընդունելու ենք, որտեղ խաղաղությունից պայմանագրից հետո մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը լուրջ ֆինանսական ռեսուրսներ է դնելու, որ վերաբնակեցնի այստեղ։ Ձեզ մի օրինակ բերեմ, 2 օր առաջ մենք գնացել էինք Լոռի, Լոռվա հյուսիս տաշիրում էինք։ Մեր մոտ Մեծավանում կա Մեծավան գյուղ ու սահմանից այն կողմ վրացական հատվածում կա ադրբեջանական գյուղ։ Մեծավանում մենք ունեինք 3 դպրոց։ Այսօր 1 դպրոց է մնացել, որովհետև ժողովուրդը լքում է։ Հիմա փակում են 2-րդ դպրոցը, 1 դպրոց է ընդամենը մնացել։ Ադրբեջանցիները 88 թվականին սահմանից այն կողմ ունեին մանկապարտեզի չափ փոքր մի հատ դպրոց։ Հիմա 2-րդ դպրոցն են կառուցում։ 2 դպրոց արդեն ունի ադրբեջանական գյուղը, իսկ մեր Մեծավան գյուղը 3 դպրոցից 1-ն է մնացել։ Ինչ է սա նշանակում։ Նրանք շատ ավելի արագ են, գյուղաբնակ ադրբեջանցիները շատ ավելի արագ են աճում թվականակով,
քան մեր ժողովուրդը։ Մեր ժողովուրդը գնում է արտագնա աշխատանքի, քանի որ աշխատանք չկա այստեղ։ Դատարկվում են գյուղերը։ Պատկասում եք 3 դպրոցից մեկն ենք ունեցել, իսկ իրենք մի հատ փոքր դպրոց էլ չէր 80-ականներին։ Հիմա դարձել է արդեն 2 դպրոց։ Ու Բաքվից ֆինանսավորվում են այդ մարդիկ։ Կա Բաքու այդ գյուղ, մեր սահմանից էս կողմ, Բաքու այդ գյուղ ավտոբուս է գնում գալի, ֆինանսավորվող էժան կապ են ստեղծում իրար մեջ։ Մենք տեսել ենք, ես տեսել եմ ոնց են իրանք աշխատում։ Ոնց է մեծանում այդ գյուղը։ Հենց մեր ոնց որ մեծավանն է ու սահմանի են կողմ վրացական հատվածում ադրբեջանական գյուղ։ Անզեն աչքով երևում է, այսինքն պարոն Կարապետյան։ Անզեն աչքով դուք կարող եք տեսնել ոնց է մեծանում այդ գյուղը։ Ու ոնց են ֆինանսավորվում Բաքվից մարդկանց, որպեսի շարժը Բաքվի հետ ապահովի, ադրբեջանական դպրոց լինի։ Այդ նույնն էլ այստեղ են անելու էլի։ Ֆինանսական ռեսուրսների խնդիր չունեն, դնելու են անեն։ Պարոն Կարապետյան, ընտրությունից 1 շաբաթ առաջ Դոնալդ Թրամփը իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Արդյոք սա միջամտություն չէ ընտրություններին։ Եվ նաև հիշենք, թե ովքեր են Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնել։ Փաշինյանին աջակցություն են հայտնել Էրդողանը, Ալիևը, Եվրամիությունը։ Սա աջակցություն չէ դիտարկում։ Ես ձեր նշած գործիչների աջակցությունը շատ մտահոգիչ է, բացի Դոնալդ Թրամփը նա մեր բարեկամ երկրի ղեկավարն է, ես վստահ եմ փոփոխությունից հետո նա աջակցություն է հայտնելու նաև Սամվել Կարապետյանին։ Պարոն Կարապետյան, նախորդին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց վստահաբար, որ ԵԱՏՄ-ից իրենք դուրս չեն գալու։ Ձեզ համար ընդհանրապես հասկանալի է այս քաղաքականությունը, որ վարվում է այսօր։ Մի օր խոսում են ԳՄ-ի անդամակցության, այդ ով գնալու մասին, հաջորդ օր խոսում են ԵԱՏՄ-ի մասին, արանքում տուժում է գյուղացին, որովհետև գյուղացիների վրա անդադ համանախապակումներ կիրառ Սա շատ լավ օրինակ է։ Մի ամիս առաջ ասում էր, որ դուրս են գալու, հիմա ասում է դուրս չեն գալու, նույնն էլ ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Խաբում են։ Նախընտրական սուտ խոստում է։ Ժողովրդին չեն ասում, որ գյուղացիներին չեն ասում, որ ձեր բերքը իր քաղաքական վիրաժների արդյունքում գյուղացու բերքը մնալու է փչանա։ Մենք տասնյակ արդեն վիդեոներ կան, բաներ կան, թե մարդիկ ոնց են թափում բերքը։ Միլիոնավոր դրամների վնաս է կրում։ Դուք այդ խնդրի լուծումը ինչպես եք պատկերացնում, պարոն Կարապետյան։ Խնդիր չկա, պետք է հարաբերությունները լավացնել, Ադրբեջանի հետ չկենտրոնանալ միայն Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու վրա հույսը չդնել միայն, մեր հին դաշնակիցների հետ լավ հարաբերություններ պահպանել, որպեսզի կարողանանք հավասարակշռենք։ Մի հատ հայտարարություն է արվել շատ հետաքրքիր, այդ հայտարարության մեջ ասվում է Հայաստանը իրեն երաշխավոր է ընտրում իր համար վտանգ ներկայացնող երկիրը։ Դա աշխարհում անօրինակ փորձ է, որ այն երկիրը, որը մեզ վտանգ է ներկայացնում մեզ համար, մենք ուզում ենք նա լինի մեր անվտանգության երաշխավորը։ Ասենք, տեսեք ուր ենք։ Ու այդ երկիրը ոնց է կարծում, իր ամբիցիաներ չի ունենա Հայաստանը կլանի։ Իհարկե կունենա, բնակչությունն է 80 միլիոն, 10 միլիոն, 90 միլիոն թուրքական շրջապատում ենք։ Մենք պետք է պահենք Հայաստանի հայկականությունը։ Եվ դա է մեր հիմնական քայլը այս պահին, մեծ հայ ժողովրդի համար մեծ փոփոխություն բերող քայլը, որ զարգացնենք Հայաստանը, փորձենք ապահովել այնպիսի միջավայր, որ մեր հայրենակիցները վերադառնան Հայաստանի բնակչությունը իրապես աճի, ոչ թե ասֆալտ անենք, մի հատ գործարան, որևէ համայնք ուր գնացել եմ, Երևանից դուրս մի հատ գործարան չի կառուցվել։ Բոլոր տեղերը կնեք Թալին գնացինք, որևէ բան չի կառուցվել գործարան։ Ստեփանավան գնացինք, որևէ բան չի կառուցվել, չի կառուցվում։ Գործարաններ չեն կառուցվում, մարդիկ չեն աշխատում, ինչ անեն։ Ստեփանավանը Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկն է։ Տուրիստ չտեսանք մի հատ։ Մայիսին ամենալավ սեզոնին։ Ինչի համար, որովհետև ոչ մի պրոյեկտ չեն անում։ Պարոն Կարապետյան, ես ուզում եմ հենց ԵՏՄ-ի մասին հարցնել։ Դուք ասում եք, որ մեկ հայտարարում են դուրս են գալու, մեկ հայտարարում են մնալու են։ Ճիշտն ասած, ես չեմ հիշում հայտարարություն, որ կոնկրետ դուրս գալու մասին է եղել։ Կհիշեցնեք դա երբ է եղել։ Միշտ ասվել է կգա պահը եւ որոշում կկայացվի Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջև ներողություն հարցս ավարտեմ եւ հիմիկվա այս լարվածությունը, այս հայտարարությունները, հա, դուք կարծում եք ինչքան հեռուն կգնան օրինակ ԵՏՄ-ում Հայաստանի դաշնակիցները, մանավանդ որ իշխանությունը կարծում է, որ ամսի 8-ին իրենց հաղթանակով, ես ցիտում եմ, ամեն ինչ ավարտված է լինելու։ Դուք ճիշտ ցիտեցիք, ճիշտ ասեցիք, կոնտեքստը հնչում էր այնպես, որ ԵՄ, ԵԱՏՄ հակադրության մեջ
երբ որ ԵՄ մտնելու ժամանակը գա, ԵԱՏՄ-ից դուրս կգա։ Դա կոնտեքստը ընդհանուր խոսքի այդպիսինն էր։ Որոշումը կկայացվի, բայց կոնկրետ ցիտումը ճիշտ ցիտեցիք, բայց ճիշտ ցիտեցիք։ Այո, բայց կոնտեքստը բոլորը հասկացան, ինչի մասին է խոսքը, բայց այո, ճիշտ եք։ Մյուս հարցը ԵՏՄ-ի դաշնակիցները ինչ եք կարծում այս լարվածությունը, հայտարարությունները, մինչև ուր կարող է գնալ, որտեղ իշխանությունը կարծում է, որ իրենց հաղթանակով դա նախընտրական էլի բան է, ամեն իրենց հաղթանակ չի լինի, ամսի 8-ին մեր ժողովուրդը վերջապես կորոշի գնալ հենց իրապես կառուցվող Հայաստանի մոդելը երկրի, մենք պետք է փոխենք, այնպիսի մոդել սարքենք, որ մեր երկիրը մասնակցի տարածաշրջաներում աշխատատեղերի ստեղծմանը, կառուցի երկիրը երկարաժամկետ մարդկանց համար կենսապահովման միջոց ապահովող միջավայր։ Իսկ հիմիկվա մոդելով, եթե մենք գնացինք, եթե Աստված չանի, այս մարդիկ շարունակեցին, համ հարաբերությունների հիմնական դաշնակցի հետ է վատանալու, համ հիմնական գնորդի հետ է վատանալու։ Դրա դիմաց նա ուզում է ստանալ երկու հատ շնորհավորանք Ադրբեջանից եւ Թուրքիայից, բայց ել եմ ասում, մեր հակառակորդները վաղեմի դարավոր մեզ ընկեր չեն կարող լինել։ Հարաբերությունները կարգավորելու ենք, բայց միշտ վտանգը զգալով միշտ պետք է ունենանք այլ դաշնակցային հարաբերություններ վատ օրվա համար, ինչպես ու Հայաստանը կարողացել է դիմակայել վերջի 100 տարին։ Պարոն Կարապետյան, Հանրապետության հրապարակում այս պայն ռազմական շքերթ է ընթանում, ըստ էության վերջին 10 տարիների ընթացքում դա առաջին շքերթն է։ Ինչու է հենց հիմա ընտրությունների նախաժեմին է չկա։ Նախընտրական process է ցույց տալու համար, որ իրենք կարողացել են ինչ որ զենք գնել, բայց ես վստահ եմ, որ հաջորդ իշխանությունները զենքը նվեր են ստանալու, շատ էժան են գնելու եւ Հայաստանը ունենալու է լուրջ անվտանգային համակարգ, որ զենքերը իրար հետ համահունչ են լինելու։ Այսինքն մասնագիտական առումով մասնագետները ձեզ կներկայացնեն, որ կա անհամահունչություն մեր զինանոցի մեջ, իրար հետ չեն խոսում։ Եվ դա բերելու է մեծ խնդիրների, բայց դա ավելի շատ մասնագետները կներկայացնեն։ Կտեսնեք։ ԿՊ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ տրանզիտի հաշվին սեփական գազ ենք ստեղծելու։ Այս մասով ինչ կասեք։ Չեմ ուզում ոչ մի բան պատասխանեմ սեփական գազի մասին իր պնդումներին։ Շնորհակալ եմ։ Այսինքն դուք չեք հավատում, պարոն Կարապետյան, այդպիսի հեռանկարի, որ կարող է Հայաստանով անցնել գազատար եւ Հայաստանին դրա համար վճարվի։ Եկեք ավելի խորքային ուսումնասիրենք հարցը, նոր պատասխանենք, բայց կարծում եմ, որ Հայաստանը գազի կախվածությունից ձերբազատվելու լավ ծրագիր ունենք մենք։ Ուղղակի մի քիչ տնտեսական է, կարող եմ ներկայացնել։ Դա Իրանի հետ բարտերի լայնացումն է։ Հայաստանը արևային Խողովակի նկատի ունեք լայնացում։ Խողովակը այս պայն 30% է ծանրաբեռնվածությունը ընդամենը։ Մենք պետք է բարտեր սկսենք անել արևային էներգիան այստեղից Հայաստանից, քանի որ շատ զարգացած է եւ ընդհանրապես Եվրոպայում ամենալավ արևային էներգիայի համար գոտին է Հայաստանը։ Մենք շատ մեծ քանակի արևային էներգիա ենք տալու Իրանին եւ դրա դիմաց ստանալու ենք գազ, որով փակելու ենք մեր ներքին պահանջարկը գրեթե շատ էժան գնով։ Իսկ այդ գազը տալու ենք ջերմոցներին, գազը մեր թոշակառուների համար սուբսիդավորելու ենք, նորմալ մարդկանց համար լավ ընդունելի միջավայր ենք ստեղծելու, որպեսզի մարդիկ կարողանան քիչ ծախսերով կարողանան տունը ջեռուցեն։ Տեսեք, մենք արևայինի հոսանքը տալու ենք Իրանին, ստանալու ենք գազ, գազն էլ սուբսիդավորելու ենք այն ռեգիոնների համար, որտեղ կարող 5-6 ամիս մարդիկ միացնում են, օրինակ Ապարանի շրջանը, այլ շրջաններ կան։ Դրանով կարողանալու ենք մարդկանց կյանքը լավացնել։ Այդ ծրագիրը մի 4-5 տարվա ծրագիր է, կտեսնեք ինչ մեծ փոփոխություն է լինելու, համ ներդրումներ, համ էժանացում, համ մեծ բյուջե։ Հրաժարվելու եք։ Մենք ունենալու ենք դիվերսիֆիկացված, բայց եթե Պարսկաստանը համաձայնվի մեծ քանակությամբ բարտերային պայմանագիրի լայնացմանը, իսկ մենք տեսնում ենք, որ կհամաձայնվի, մենք կբալանսավորենք, Այսինքն հաղթանակի դեպքում չեք հրաժարվի այնուհանդերձ ռուսական գազից։ Մենք դիվերսիֆիկացիան ամեն դեպքում գծերի կպահենք, բայց գազից կախվածությունը որպես գումար դուրս հանելու, արտարժույթ դուրս հանելու, տնտեսության կախվածությունը կթուլացնենք իհարկե, որովհետև դա չենք անի ինչ-որ երկրի դեմ, այլ դա կանենք ուղղակի մեր երկրի համար։ Ավելի էժան է իրանական գազը։ Չէ, իրանականը թանկ է։ Բայց ոնց է էժանությունը բարտերով տեսեք ոնց էլեկտրաէներգիան արևը ինքնարժեք չունի։
արևայինը մենակ հիմնական ինքնարժեքը իր կապիտալ ծախսերն են։ Արևը մենք արևային էներգիան կարտանենք, տեղը կստանանք գազ, անգամ թանկ գազը, այդ դեպքում ինքնարժեքային առումով սուբսիդավորեք, այսինքն։ Այո, Պատրաստ է կառավարությունը սուբսիդավորման կարիք չի լինի, արդեն սակագնի վրա շատ մեծ դրական ազդեցություն արևը մեծ առումով ինքնարժեք չունի։ Բայց եթե իրանական գազը ավելի թանկ է։ Տեսեք, մենք էլեկտրականություն ենք տալի գազի դիմաց։ Գազը գումար չենք տալի գազի դիմաց, էլեկտրականություն ենք տալի, որը ստանում ենք արևային կայաններից։ Եթե արևային կայաններից ենք ստանում, արևն էլ ինքնարժեք չունի, գազը ինչ գնով էլ հաշվեն, էժան է։